Պարոն Ղազիմյան, ներառում է ստեղծության այն ժամկետը, որով արդեն պետք է սեփականատերերին ինչ-որ վաճառքի հարցով առաջարկվել կամ այս հարցով ինչ-որ քննարկումների արդյունքները հայտնի դառնալ, մինչև այս պահը կա ինչ-որ առաջարկ սեփականատերերին, որ ձեզ հայտնի է, եթե այդ առաջարկը չկա, ինչպես կբացատրեք, ինչու չկա, ինչու չեն սկսում այդ բանակցությունները սեփականատերերի հետ եւ ձեր կարծիքով այս ամբողջ process-ը արդեն ձեր գնահատմամբ կամ եզրակացությամբ արդեն գնում է դեպի ընկերությունը գերակաշառ ճանաչելու ճանապարհով, այսինքն ընտրված է արդեն տարբերակը, թե ինչ պետք է լինի, պարզապես այս ամբողջությունը հենց դրա բանն է, գայությունն է։ Ճիշտ ասած, բանակցություններ դեռևս չկան, այստեղ բանակցելու բան էլ կարծում եմ չկա, պետք է ներկայացվի առաջարկ, բնականաբար հետևում եք կառավարության ղեկավարի հայտարարություններին, որ իսկ միգուցե պարզվի, որ այնպիսի բաներ են կատարվել, որ արժեքի իջնի եւ այլն, նախ ասեմ, որ երբևիցե այդպիսի հայտարարությունները հենց այնպես չի արվում, առաջարկ չի արվել, անպայման այս նույն սերիայից է, որ ասում էին ամիսը մեկ, մի քանի անգամ ասում էին հաղորդում ենք տվել հանցագործության մասին, հաղորդում ենք տվել, 6 ամիսը հաղորդում են տվել, դեռևս ոչ մի հաղորդում քրեական գործերից ոչ մի տեղեկություն չունենք, ճիշտ ասած։ Ես բան չեմ տեսել անկեղծությամբ, քաղաքական իշխանությունը հայտարարի 3 միլիոն մարդու գրպան են մտել, հայտարարի չարաշահումներ, հայտարարի ընդհանուր հետ կապված, բայց շատ քողարկված էսպես, ինքը սենց, ինքը նենց ու 6 ամիս 6 չէ, արդեն երևի 7-ից ավել ամիս որևիցե բան չենք լսել։ Դա նույն սերիայից է, այսինքն հայտարարվում է մի բան, հասկանալու համար ով ոնց կմարսի դա, իմ անձնական կարծիքով ուզում են մի այսպիսի բան գտնել, որի արդյունքում կարողանան բավականին նվազեցնել արժեքը եւ այդպիսի առաջարկ անեն։ Բնականաբար սեփականատերը հրաժարվելու է եւ ունեմ համոզմունք, որ գնալու է գերական շահ ճանաչելու այս process-ը ամեն ինչով կապված է քաղաքականի հետ։ Ինչքան Սամվել Կարապետյանի հիմա Վայենկասի էլի դուք ձեր մեջ եք խոսում, որ ռեյտինգը աճում է, բայց մենք չենք խոսում։ Բոլորն էլ հասկանում են։ Իր ռեյտինգի, իր դեմ ստերը չաշխատելու արդյունքում ավելի սրվում են, այսպես իրենց ավելի կոպիտ են դառնում իրենց գործողությունները, որին մենք պատրաստ ենք։ Իրենք այսպես անդադ ճնշումների են դիմում, նույն այդպես խոսակցություն կար, չէ, որ 5 օր չի դիմանա բանտում, կալանավայրում։ 5 օր էլ 5 ամիս էլ դիմացավ, ոչ մեկ էլ չբանակցեց, ոչ մի բան չարեց, որի արդյունքում քանի գնում իրենց այսպես ախորժակները բացվում են։ Այդ իսկ պատճառով դա նույն կերպ են վարվելու, գնալու են գերակաշարի ճանապարհով, այստեղ արդեն խնդիրը գնահատման խնդիրն է։ Ասած ինչ որ տրվել են գնահատման, մենք տեղյակ չենք ամենայն դեպս, բայց գնահատումն է ամենամեծ խնդիրը լինելու գերակաշարի մասին օրենքը կիրառելուց։ Գնահատումը պետք է կատարվի, օրինակ մենք առաջարկել ենք 4 միջազգային անկախ գնահատողներից մեկին, որի վրա ազդեցություն ուղղակի չի կարող լինել։ Այդ պարագայում գումարած 15%, ինչպես նախատեսում է գերակաշարի մասին օրենքը։ Այսպես այդ դեպքում համաձայնությունը ստես այս սեփականատերերը կունենան։ Չէ, գերակաշարի պարագայում համաձայնության կարիք չկա։ Այդտեղ արդեն գնում է վաճառք, իհարկե, որի արդյունքները միանշանակ կարող է վիճարկվել։ Այդ նկատվում է, այդ դեպքում չեք վիճարկի, եթե ձեր ուզած ընկերությունը եւ այդ 15%-ը ստանան սեփականատերերը։ Մի քիչ ավելի հարցից շեղվելով ձեզ մի բան ասեմ, էլի, այդ վախը որ չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ազատության մեջ, չէ լինի տնային կամքի տակ։ Եվ այս բոլոր հարցերը անձամբ ինքը կպատասխաներ եւ շատ հարցերի։ Հիմա դրա հետ կապված ես չեմ կարող որոշում ասել այս պահին, կարվի առաջարկ, ըստ այնու արդեն մենք կհասկանանք ինչ ենք անում։ Բայց այս պահի դրությամբ ունենք հիմնավոր կասկածներ, որ ամեն ինչ բնականաբար անօրինական միջոցներով փորձում են անել, որպեսզի նվազեցնեն։ Իսկ ինչ ժամկետներում, այսինքն ընթացակարգին, հիմա ամսի փետրվարի 21-ին ոնց որ թե լրանում է 3-ամսյա ժամկետը, հա 21-ից մտել է ուժի մեջ, այո, 21-ին լրանում է, մինչև 21-ը պետք է առաջարկը արվի, այսպես բանակցությունների։ Առաջարկը չընդունվելուց հետո արդեն
այդ գերակաշարն է, որի ժամկետին չեմ տիրապետում, կարծում եմ անգամ ժամկետել այնտեղ հստակ պետք է որ նշված չէ։ Պարոն Ղազինյան, կարճվալեն եւ վերջին օրը ամսվա ընթացքում կամ անցած շաբաթ ազգային ժողովում մի օրինակ է 86 հանրային գերակաշարի վերաբերյալ այնտեղ փոփոխություններ էին կատարվում որպես իմաստով, որ անկախ նրանից կվիճարկվի թե չէ, մտնելու է ուժի մեջ որոշում, այսինքն դուք տեսնում եք այդտեղ որևէ կապ նախագծի այս պրոցեսի միջև, եթե այո, ինչ առումով այդ կապը կբացատրվի։ Բնականաբար ճիշտ ասած չխաբեմ, անկեղծ ասեմ, տեղյակ չեմ ձեր ասած որոշումից, բայց եթե ճիշտ եք հասկացել, ճիշտ եք լսել, միանշանակ իշխանության ոչ մի գործողություն երբևէ հիմա առավել ևս հենց այնպես չի արվում։ Անգամ հիշում եք տնտեսվարողների հետ կապված այսպիսի խնդիր առաջացավ, որ Պեկի կողմից գրված ակտերը, երբ որ բողոքարկվում էր, կարող են չվճարել մինչև ավարտը։ Հետո փոխեցին, ասում են հիմա վճարի գնա բողոքարկի։ Նույն տարբերակն է կիրառվում եւ հենց այնպես չի կիրառվում։ Նույնը եղավ արբիտրաժի որոշումը չկատարելը, այսինքն եթե դու վստահ ես ճիշտ ես, սպասի 1-2 ամիս։ Քաղաքական իշխանությունն է 1000 անգամ հարց ես տալի, ասում ես, լավ, որտեղ էր այդ ճգնաժամը։ Որտեղ էր։ Հիմա բացատրում են ճգնաժամ կար, դրա համար այդպես էր։ Չկար ճգնաժամ, խաբել են ընդամենը եւ հիմա էլ շարունակում են խաբել։ Չի կարող այդպիսի բան լինել։ Հիմա այդ հնարավոր է այդ տարբերակը, բայց ամեն դեպքում այս պարագայում արդեն մենք վճարելու բան չունենք, իրենք պետք է վճարեն իրենց գերակաշահով սահմանված գումարը, որի արդյունքում արդեն մենք եթե վիճարկեցինք, ըստ արդյունքի։ Հիմա այս պայմանությամբ 3 վեճ ունենք։ Սահմանադրական դատարան, վարչական դատարան եւ արբիտրաժը։ Որևիցե բանի չեն սպասում։